գումարային արտահայտության կազմում է մոտ 2 միլիարդ դրամ։ Բանկային համակարգից սկսված այս տարվա հաջորդ խոշորագույն նախագիծը ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունն է։ Ֆինանսական աշխարհում այն համարում են երկար փողերի աղբյուր, մեր դեպքում անհանգստանում։ Ոչ բոլոր վարորդներն են վճարունակ, ապայի ներդրման տեմպը դեռ գոհացուցիչ չէ։ Կարող էր ավելի լավ լինել, բայց այս պայմանությամբ մենք ունենք մոտ 30% արդեն ապահովագրվածներ։ Փողին առնչվող բոլոր խնդիրներով ու ֆինանսական համակարգի հետագա մարտահրավերներով հանդերձ Հայաստանի բանկային համակարգը 2011 թվական է մտնում վստահելի բիզնեսին արդեն նաև էժան 10%-անոց վարկեր առաջարկելով։ Որպես զորակցություն երկրի տնտեսության զարգացման գործում Հանրապետության նախագահը ստորագրություն թողեց գլխավոր դրամատան Փակ Բաքում սյունյաձև դեկորի քարերից մեկի վրա։ Ուղղահայաց աջակցության պատնս Կենտրոնական բանկի դիզայներներին նշանակում է հաստատում կանգնած ենք գետնին։ Հերմինե Բաղդասարյան, Արման Ղարիբյան, Հայլուր։ Ֆինանսների նախարարությունը ներկայացնում է 2010-ի հունվար-նոյեմբերին պետբյուջեի կատարման ամփոփ բնութագիրը։ Եկամուտները կազմել են ավելի քան 690 միլիարդ դրամ, ծախսերը ավելի քան 742.5 միլիարդ։ Նախորդ տարվա համեմատ պետեկամուտներն աճել են մոտ 14%-ով։ 93%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին։ Այս տարի օրենքով ներառվել են նաև պետհիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները։ Եկամուտները կազմել են ավելի քան 17 միլիարդ դրամ։ Պետբյուջեի ծախսերից 662 միլիարդը կազմել են ընթացիկ ծախսերը, 80.5 միլիարդը ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները։ 2009-ի հունվար-նոյեմբերի համեմատ պետբյուջեի ծախսերն ավելացել են ավելի քան 3%-ով։ Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման, դրամաշնորհների և ընթացիկ նորոգման ու պահպանման ծախսերի ավելացմամբ։ Պետբյուջեն կատարել է նաև շուրջ 52 միլիարդ դրամ պակասուրդով, տարեկան ծրագրով նախատեսված 128 միլիարդ դրամի և 2009-ի հունվար-նոյեմբերի մոտ 115 միլիարդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց։ Հստակ է նոր տարվա տնտեսական քաղաքականությունը, արդյունաբերությունը պետք է դառնա երկրի տնտեսության շարժիչ ուժը, տնտեսությունն էլ շարժվի դիվերսիֆիկացման ճանապարհով։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահը վստահ է, եկող տարվա բյուջեով նախատեսված 4.6% տնտեսական աճի մեջ գերիշխող կլինի արդյունաբերության ներդրումը, հաշվի առնելով նոր հզորությունների գործարկումը։ Այս տարի նախատեսված 1.2-ի փոխարեն արձանագրվել է 2.6% տնտեսական աճ, առյուծի բաժինը արդյունաբերությանն է, ոլորտի աճը հասել է 10%-ի։ Արտահանումն աճել է 41%-ով, ներմուծումը 14%։ Ըստ Գագիկ Մինասյանի, չնայած Հայաստանի արտաքին պարտքը հասնելու է 3.7 միլիարդ դոլարի, սակայն կմնանք միջին պարտքային բեռ ունեցող երկիր։ Գնաճը մնում է բարձր, այն հասնում է 8%-ի և գերազանցում բյուջեով նախատեսված ցուցանիշը։ Պատճառը Մինասյանի խոսքով գյուղատնտեսական անբարենպաստ տարին էր և միջազգային շուկայում հացահատիկային մշակաբույսերի գների կտրուկ բարձրացումը։ Կախվածությունը արտաքին տնտեսական գործոններից նվազեցնելու համար ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը։ Մենք ներկայացինք բավականին մեծածավալ բարձր որակի սերմնացում, մենք վերագործարկելու ենք մեր սերմնաբուծական տնտեսությունները և առաջիկա 1-2 տարում նպատակ ունենք մեր ներքին արտադրանքը հասցնել մեր սպառման կեսից ավելին, շուրջ 55%-ին։ Այժմ բոլորիս համար անհասկանալի ու շատ հրատապ հարցի ձվի խնդրի մասին, ինչին անդրադարձել էինք մեր կիրակնօրյա թողարկմանը, ինչպես սովորական հավքիթը դարձավ հայաստանյան շուկայի ամենադեֆիցիտ ապրանքը։ Մայրաքաղաքային սուպերմարկետներից մի պահ այն ուղղակի անհետացավ, բակային խանութներում ծանոթների միջոցով դեռ կարելի էր գնել, բայց աստղաբաշխական գնով։ Հայլուրի ռեպորտաժի հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում գնային խառնաշփոթը կարծես ավարտվում է, այժմ մայրաքաղաքի սուպերմարկետներում արդեն կարելի է անսպառ թվով հավքիթ գնել 60, իսկ փոքր ձուն 50 դրամով։ Ինչ պատահեց ձվի շուկայում և ինչը հանգեցրեց հավքիթի գնային թռիչքին, հավերի և հավքիթի տոնական արշավը կամ հավի ու ձվի հայկական առեղծվածը։ Տեսանք ինչ եղավ, սկսում ենք հասկանալ ինչպես եղավ և արդեն ակնկալում ենք ինչ կլինի։ Հայլուրին հայտնի դարձած տեղեկություններով սկսում է բացահայտվել հավի ու ձվի հայկական առեղծվածը։ Ավելի կոնկրետ, թե օբյեկտիվ պատճառների կողքին ինչը նպաստեց հավի ձվի թռիչքին։ Օբյեկտիվի մասին խոսվել է, դա հիմնականում թռչնի հիվանդության բռնկումն է, որի հետևանքով մեծաքանակ մորթ կատարվեց։ Սա հասկանալի է, բայց ոչ կրկնակի եռակի թանկացման պատճառ։ Մենք տիրապետում ենք փաստերի, որ համապատասխան մարմինները նյութեր են պատրաստում կոնկրետ անձանց դեմ, ովքեր իրենց գործողություններով խորացրել են ապրանքային ճգնաժամը։ Նախքան դրա նկարագրումը մի քանի դրվագ այսօրվա խանութներից։
Մեր տեսախցիկը երկու խոշոր խանութում արձանագրեց վաճառքի գինը, մանրը 50 եւ խոշոր հավքիթը 60 դրամով։ Վաճառքն իրականացվում էր 30 հատանոց տուփերով։ Օրերս հայտնի դարձած լուրի համաձայն հավքիթի պահանջարկը բավարարելու համար մեծաքանակ ներկրում էր արվելու։ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացանք, որ ներկրվել է մոտ 4 միլիոն հավքիթ, որը կծածկի պահանջարկը։ Ես վստահ եմ նաև, որ ամանորի տոներից հետո ձուն կմնախանութներում այս ամենամոտ ժամանակները կբավարարվի սպառողների պահանջարկը շուկայում։ Վարչության պետն ասածը հիմնավորում է տվյալով։ Օրական վաճառքի ցանց է մտնում մոտ 1 միլիոն 300,000 հավքիթ։ Ավելին, տեղական արտադրողներն են վստահեցնում, որ պակաս չի զգացվելու։ Վաղը պաշարը բաց ենք թողելով մեր ամբողջ արտադրանքը, քաջ տեղյակ եմ շուկայում տիրող աննորմալ երևույթների մասին, մասնավորապես սպեկուլյացիայի մասին։ Այդ պատճառով մենք որոշել ենք առաջիկա 2 օրերին ձուն մատակարարել կենտրոնացված կարգով ցանցերին, օգտվելով առիթից ուզում եմ ներողություն խնդրել մեր սպառողներից, որովհետև մենք ինչ որտեղ թերացանք եւ չկարողացանք դադարեցնել սպեկուլատիվ առևտուրը։ Մենք արտադրում ենք այսօր մոտ 250,000 հատ ձու օրական։ Ամեն օր այդ քանակը բաց է թողվում թե Երևան քաղաք, թե մարզեր, եւ իրականում իմ կարծիքով չկա այդպիսի խոճապ, որ հանրապետությունում ձվի քանակները չբավարարեն։ Իսկ այժմ այն մեխանիզմի մասին, որը հանգեցրեց նման վիճակի։ Դեռևս նախնական տվյալով, բայց փաստաթղթերով ապացուցված է, որ լուրջ սպեկուլատիվ գործողություններ են կատարվել արտադրողից խանութ ընկած շղթայում։ Կոնկրետ առաքիչներ հաշիվ ապրանքագրով հավիձուն նախատեսված խանութներ առաքելու փոխարեն, օգտվելով որոշ դեֆիցիտից ավելի թանկ գնով վաճառել են երրորդ անձանց։ Նրանք իրենց հերթին ել ավելի թանկ գնով հանել են շուկա։ Փաստորեն այստեղ առկա են ոչ միայն հարկերից խուսափելու, այլև ապօրինի ձեռնարկատիրության տարրեր, ինչն այժմ համապատասխան մարմինների ուսումնասիրման նյութ է։ Կրկնենք, այդ մարդկանց անձը հայտնի է եւ նրանց հետ կատարվում են անհրաժեշտ իրավական գործողություններ։ Պարզունակ